Ինչպես գիտենք, վաղը ավագ հինգշաբթի է, ավագ շաբաթվա ամենահագեցած և խորհրդավոր օրերից մեկը։ Այս օրը առանձնահատուկ նշանակություն ունի քրիստոնեական եկեղեցու կյանքում, քանի որ այն կապված է վերջին ընթրիքի հետ, երբ Հիսուս Քրիստոսը հաստատեց Սուրբ Պատարագի խորհուրդը։ Ավագ հինգշաբթին մեզ հիշեցնում է նաև խոնարհության, սիրո և ծառայության կարևորությունը, օրինակ վերցնելով Քրիստոսի կողմից աշակերտների ոդնլվայի խորհրդանշական արարքը։ Ավագ հինգշաբթիի խորհրդի և դրա նշանակության մասին առավել մանրամասն մեզ կներկայացնի Նինոձմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։ Արդեն մոտենում ենք ավագ հինգշաբթի օրվան և գիտենք ծիսական առումով ամենահագեցած օրն է ավագ շաբաթվա, որտեղ Պատարագի խորհրդի հաստատումն է և առավոտյան Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի և ցերեկը կարագ օրհնեքի և ոտննվայի արարողությունը կկատարվի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ երեկոյան ժամը 7-ին կկատարենք խավարման կարգը, Քրիստոսի մատնությունն ու չարչարանքներն է։ Ծիսական առումով ասացի, որ ամենահագեցած օրն է և մեր ժողովրդին պիտի խնդրեմ, որ գան, որովհետև ինքը շատ պատասխանատու օր է, որովհետև երբ որ Քրիստոսին ձերբակալեցին, մենակ մնաց, այդ մեր աղոթքով, մեր ներկայությամբ մեր մասնակցությունն ենք բերում, մեր հավատարմությունն ենք բերում և չենք թողնում Քրիստոսին մենակ այդ չարչարանքների, մատնության չարչարանքների այդ շրջանում պիտի խնդրեմ, որ մեր ժողովուրդը այս արարողություններին և պատարագին, և կարագ օրհնեքին, ոտննվային և երեկոյան խավարման կարգը, որտեղ խորհրդաբանորեն դրվում է 13 մոմ, մեկը խորհրդանշում է Քրիստոսի, մեկը Հուդային, որը չի վառվում և 11 մոմերը ավետարան ընթերցում հերթով հանգցնում են այդ արարողության ժամանակ և վերջում մնում է Քրիստոսի վառված մոմը, որ նա խորհրդանշում է, երբ որ ձերբակալեցին Քրիստոսին, բոլորը փախան և միայնակ թողեցին, պիտի խնդրեմ մեր ժողովուրդը, որ գա իրենց աղոթքով, իրենց ներկայությամբ այդ օրը մասնակցեն, որովհետև շատ մեծ խորհուրդ ունի այդ օրը և Քրիստոսին չթողնելու մեր պատրաստակամության խորհուրդն ունի նաև։ Շնորհակալություն։